մեր այսօրվա ամենահզոր, ամենամեծ հույսը հավատը կամ բանը հայ առաքելական եկեղեցին այս ծանր իրավիճակում, որ իրանց մեծ դերակատարությունով մենք կարողանալու ենք հաղթահարենք այս դժվար ժամանակները։ Ու ես ձեզ ասեմ, ոչ մեկի մոտ չի ստացվելու։ Այս հզոր խոսքի քրիստոնեության իմաստը մեր ազգի մեջ, մենք մի կռվել ենք հայ լինելու համար, քրիստոնյա լինելու համար։ Մեր միշտ կռվի հիմքը պատմական բոլոր ժամանակահատվածում միշտ դա է եղել։ Մեզ միշտ ուզել են վերացնել որպես քրիստոնյա ազգ այս տարածքում, մենք էլ միշտ այդ կռվողների, որ ասում հարված ենք հասցրել, մենք գոյատևել ապրել ենք։ Այս նույն կռիվը գնում է հիմի։ Նույն իրավիճակն է հիմի։ Մենք առաջներում պատմությունից էինք կարդում ու պատմությունը կարդալուց ես դպրոցից հիշում եմ մեր մեջ խոսքի առանձին տեղեր, որ այդ հատվածները կար, այդ դավաճանական, այդ սրիկա պահվածքները, այդ մեր ազգի նկատմամբ, մեր եկեղեցու նկատմամբ, մեր հավատքի նկատմամբ, մեզ մոտ ուրիշ բան էր, մենք միշտ անիծում էինք այդ մարդկանց, մենք միշտ խոսքի մեր մեջ, որ ասում է, բան էինք արթնացնում, չէ, մենք հայ ենք, մենք ուժեղ ենք, մենք հաղթահարելու ենք։ Նույն իրավիճակում ժողովուրդ հիմի մենք այդ անձամբ այդ ծանր ժամանակահատվածը նույն պատմության էջերով էլ անցնում ենք։ Դե հիմի մենք պիտի մեր դերակատարությունը ցույց տանք, հիմի մենք պիտի անենք ամեն ինչ, որ դա ամրապնդենք, թողենք ու ինքը իր էությունը ավելի հզորանա վաղվա սերունդի համար, նորից եմ ասում, վաղվա մեր սերունդը դա կարդալու է, բոլորս հիմի այս ժամանակում ինչ կատարվում է, բոլորը կարդալու են, բոլորը պատմության մեջ գրած լինելու, որ այդպես պատմական ճակատագրական ժամանակներ ենք մենք ապրում, ասում, բերեք անենք այն, բերեք անենք ամեն ինչ, որ այդ պատմության էջերը կարողանանք լավ ձևակերպումով, որ վաղվա մեր երեխեքն է, մեր ապագան, սերունդն է, հպարտանա դրանով։